Բարև ձեզ ժողովուրդ, մենք այսօր խաղանք դլսը, ես ցանկացա խաղամ դլսը վիդեոյի տեսքով, որպեսզի դուք տեսնեք իմ ֆուտբոլը խաղալը, իմ թիմի անունն է Armenia Legendary, իսկ վարիչը դրել եմ Վարազատ Արոյան, սա իմ կոմանդն է, կարող եք նայել, իսկ ավելի կոնկրետ մի րոպե, սա իմ ռեկորդներն է, Ռոկ մայա կոմանդա, պրիզ, սա իմ պրիզներն է, մի հատ ունեմ դլսը կապի գավատ, 11 հատ ունեմ դլս ամենտորի գավատ, մեկ հատ ունեմ դլսը դիվիզյոնի գավատ, 9 հատ ունեմ դլսը 3-րդ դիվիզյոնի գավատ, մեկ հատ ունեմ դլսը 2-րդ դիվիզյոնի գավատ, ունեմ ուղղակի աշխարհի գավատ, ունեմ 10 հատ բրոնզ կապի գավատ, ունեմ 3 հատ արծաթ կապի գավատ, 23 հատ ունեմ դլսը All-Star մատչի գավատ և վերջ, հեսա ցույց կտամ ձեզ իմ կոմանդը, սա իմ դաշտն է, 86678 ռեյտինգը, մոտիկից որ տեսնեք սենց անեմ, ես այսօր հնարավորինս ինչքան կարող եմ, պետք է փորձել իմ դաշտը ճիշտ դասավորեմ, արդեն հավաքել եմ փող, հիմա կսարքեմ դաշտս, պետք է բոլորը իրար լինի հավասար և ես մի անգամից առնում եմ և իմ դաշտը լինում է հավասար և իմ դաշտը անցնում է 90544-ը, այստեղ մենք մի քանի վիդեո հետո կդալասայում կփորձենք մենք վերցնել այս դաշտը, որը հայտնի Manchester City դաշտն է, նա ուղղակի լեգենդարն է, դրա համար ես ուզում եմ դա, սա իմ հագուստն է, սա հագուստը, սա լոգոն, սա լոգոդի անունը, Arm Legendary և կարճ Arm, սա իմ թիմն է, կարող եք նայել, ունեմ վրատար Դոննարումա, Մենդի, Հակիմի, Ռուդիգեր, Ալաբա, Ռաֆինյա, Կրոս, Դե Բրյունե, Ռոնալդո, Մբապե, Կիեզա, Մեսի, Վոլկեր, Կամավինգա, Հավերց, Լուիս Դիազ, Կարվախալ, Վլահովիչ, Ալվարեզ, Բոնուա, Նաչո, Ռամոս, Վիլյամս, Ջոզելու, Մագուայր, Պեպե և Լամին Յամալ և Կուկուրելյա, սա իմ մարզիչն է, մարզիչ անունը Վարազատ Արոյան, եթե ավելի մոտիկ ուզում տեսնել ապա այս հենց, սա իմ մարզիչն է, այժմ մենք փորձենք խաղալ այսօր ինչքան հնարավոր շատ փող հավաքել, որպեսզի մեր դաշտը ուժեղացնենք, դե երևի դասավորենք թիմը ու սկսենք, ես Մբապեի տեղը կվերցնեմ Մեսիին, հայդե ժողովուրդ դուք որ կոմանդ եք բալետանում Ռեալ Մադրիդ թե Բարսելոնա, կոմենտներում գրեք, ես կասեմ 2 վիդեո հետո, որ արդեն մենք խաղանք Ռեալ Բարսա, երևի այստեղ կդնեմ Վոլկերին ու կփոխեմ Կրոսին և Ռաֆինյային և արդեն կարող ենք խաղալ ժողովուրդ, գնացինք մտնում ենք առաջին խաղը, մեր հագուստը կդնենք սև, որպեսզի հավեսիլուն լինի, իսկ նրանցը երևի կարմիր, չէ, կդնենք սպիտակ նրանցը և սկսում ենք ժողովուրդ առաջին խաղը, այստեղ հնարավոր է ստանամ գավաթ, որտև դլսը առաջինից 15 դիվիզյոնների գավաթն եմ գնում և տեսնենք կդառնամ չեմպիոն, 2-րդ հորիզոնական, 3-րդ հորիզոնական և այդպես, ժողովուրդ մեկ է իջացնեմ, որ իմ թիմը ունի 5-ից 5 աստղ, քանի որ իմ դաշտը 82000 ռեյտինգ անցել է, ունեմ 61 հատ ոսկե մեդալ, 9 հատ արծաթե մեդալ և 21 հատ բրոնզե մեդալ, գնացին ժողովուրդ, առաջին խաղ, առաջին էմոցիաներ, առաջին դիվիզիոն, գնացինք, այստեղ կանանք ուղղակի առաջ տանք, սա իմ թիմն է, իսկ սա հակառակորդինը, սկսում ենք խաղը, ինչպես մեջ սպաս եմ տալի աջ եզր, այստեղ մի անգամից շատ վատ է խաղում իմ թմի
Ռուդիգերը և շտրաֆ, բայց նրանք պատղաղարկում են անում, ես չլում եմ իրանցից մեկին, պաս եմ տալի դեպի առաջ, բայց առաջ ցավոտ մարդ չկար, ցավոք, այստեղ Մեսիով չլում եմ երկու հոգու, պաս եմ տալի մեջ, բայց կրկին մեջ մարդ չկա, գնացինք, այստեղ նրանք պոկվում են հակագրոհի, գնացինք, այստեղ Ռոնալդոյով շտրաֆ եմ անում, փորձում եմ տանել գնդակը, բայց հարվածում եմ նրա ոտքին, շտրաֆ, նրանք ինչպես մեծ խաղում են, խաղարկություն են անում, պատղաղարկում են անում, այստեղ պաս եմ տալի Արջիազը, որովհետև գիտեի, որ Մեսիով շատ երկար չեմ կարող շարժվում, որովհետև դիմաց լիքը մարդ կար, այստեղ խաբում եմ մեկին, մյուսին և գնդակը դուրս չի գալի դաշտից, ես պաղում եմ, սխալվում եմ, պաս եմ տալի նրան, պաս դեպի Տոնի Կրոս, Կրիստիանո Ռոնալդո, պաս եմ տալի Մեսիին և Մեսի գոլ, ուղղակի հիասքանչ գոլ ժողովուրդ, հիմա կմոտիկ ասեմ կադրը, որպեսզի տեսնենք, թե ինչ արեցի ուղղակի ես Մեսիով, հիմա շեշտադրումը դնեմ Մեսիի վրա, սա է Լիոնել Մեսին, կմոտիկ ասեմ ուղղակի, ես Մեսին, նայք պասը, սիրուն պաս Կրոսով, պատղաղարկում, ժողովուրդ ուղղակի հիմա ստեղ նայք, Մեսին ընդամենը մեկ կաղզեցումով, նայք ինչ անում, նայք ժողովուրդ, նայք, դուք տեսեք ուղղակի, նայք ժողովուրդ, կրնգով հարվածումա, հետևի խաղացողին ընկնում է մեր տնոկ, իսկ վրատար ուղղակի ոչ մի բան չի անում, այստեղ հետաքրքիր Մեսին տոնում է, հաշվին 1-0 կուտինց խաղում ենք, գնացինք, առաջ խաղակիսի ավարտին մնացել է 15 վայրկյան, ես արդեն հաղթում եմ 1-0 հաշվով, այստեղ ուղղակի կարայի գոլ բաց թողեի, բայց Դոննարուման տեղում է, այստեղ ուղղակի բաց կարող էի թողեի գոլ, բայց խաղացողը բարեբախտաբար ծուռ տշեց, այստեղ տալիս եմ մեջ, այստեղ Մեսին խլում է գնդակը, այստեղ պատկա տաուտում ուժեղը ոտքի, բայց մրցավարը ոչ մի բան չնկատեց, դրա համար շտրաֆ չունենք, գնդակ էր մաքուր, այստեղ Տոնի Կրոսն է օգնում Ռոնալդոյին, Ռոնալդոն պաս դեպի Մեսին, իսկ Մեսին ուղղակի մեկ հարվածով ուսնում է դիվյատկա և հաշիվը դառնում է 2-0 օգուտին թմում, առաջ խաղակեսը ավարտվում է, հաշիվը 2-0 օգուտինց, Arms Legendary-ն ուղղակի բոլորին հաղթում է, այստեղ նրանք նետվում են գրոհի, ես անում եմ պրեսինգ, հիանալի կոնտրատակա և նրանք խփում են իրենց առաջին գոլը, հաշիվը 2-1, օգուտ ինձ, շարունակում ենք խաղը, չենք հուսալքվում, որովհետև հնարավորություն կա հաղթելու, գնացինք, այստեղ օգնում եմ Մեսին իր թմին, այստեղ Ռոնալդոն հիանալի խաղը ցույց տալի, պաս դեպի աջ, բայց ես ոչ բան չէի կարող անել, քանի որ գնդակը քչել էին, և այստեղ պասը փակում են, հարված, և Դոննարումայի ցատկից ուղղակի ես փրկվում եմ գոլ բաց թողելուց, այստեղ տալիս եմ ուղղակի մեջ, Տոնի Կրոս, բայց փոխանցումը ուժեղ էր, և Մեսին չի կարողանում հասնել գնդակին, պաս դեպի Արջիեզը, կրկին սխալ փոխանցում և գնդակը հայտնվում է հակառակորդ թիմի մոտ, այստեղ Մեսին ուղղակի հիանալի կոնտրատակա է ցույց տալիս, անցնում է 1-ին, 2-ին,
բայց հետո գնդակ հայտնվում է կրկին դրանց մոտ։ Այստեղ շատ լավ եմ խաղում Հավերցով, բայց մեկը գնդակը հայտնվում է նրանց մոտ, քանի որ ես կոպիտ սխալ արեցի։ Այստեղ մաքուր պատկատով տանում եմ գնդակը, չեմ հասնում գնդակին, բայց չլում եմ գնդակը իրանցից։ Այստեղ պետք է պրեսինգի երթանքենք իրանց, որովհետև կարայի գոլ խփեին եւ այստեղ ուղղակի գոլ խփելով ես Մեսիով խփում եմ երրորդ գոլը, Մեսին ձևակերպում է խետրիկ եւ այս խաղում նա 20 ուղղակի գավաթ։ Այստեղ կանանք Մբապեին մտցնենք, որ մի քիչ խաղա, իսկ այժմ ես դնում եմ Մեսիի վրա եւ դուք մայրեք ուղղակի Մեսիի գոլը։ Կարմիր կարեսանում դեպրուն են, չգիտես ինչի։ Ես մնում եմ 10 հոգով։ 10 հոգով երկը շատ դժվար լինելու 11 հոգու դեմ խաղալը, բայց փորձենք տեսնենք ինչ կլինի։ Ասում եմ փորձենք չի։ Այստեղ կրկին հայտնվում է Մեսսի մոտ, բայց նա պատկատով տանում է գնդակը։ Այստեղ խփում է Քայ Հավերցը ուղղակի հիանալի է խաղում, պասը տալի դեպի Ռոնալդոն փոխանցում օդային դեպի մեջ, բայց չի կատարում։ Երկրորդ խաղակեսը ավարտվում է եւ Մեսսիի շնորհիվ ես հաղթում եմ խաղը։ Իսկ Մեսսին երկես տանում է գավաթ հետրիկի համար։ Խաղարկվում է 3-1 հաշվով, իմ թիմից լավ խաղաց Մեսսին 3 գոլ են փոխանցում չունի եւ իր թիմից լավ խաղաց Նետեկան մի գոլ եւ փոխանցում չունի։ Գնացինք։ Ստանում եմ 96 կոպեկներ, սեզոն պաս TLS-ի 130 CP, իմաստում եմ առաջ։ Այստեղ կանանք խաղացող անենք, թե չէ։ Հաջորդ վիդեոյում ես կփորձեմ նոր խաղացող բերել իմ թիմ, բայց պետք է պարտադիր մեկին շնչեմ, որտեղ տեղ չլինի։ Այստեղ քանի որ Մեսսին վատ վիճակում է, կբերեմ Մբապեին, այստեղ Կամավինգային կբերեմ, այստեղ Ռաֆինյա, ես փոխարեն կաղա Ալվարեզը, վրատարը կդառնա Բոնուան, այստեղ կմուծնեմ Սերխիո Ռամոսին Ալաբայի փոխարեն եւ Մակուայարին Մենդիի փոխարեն եւ կարանք Կուկուրելիայի մուծնենք ստեղ ու արդեն երևի գնանք եկել Լամին Յամալին կարանք տնենք Ցախուգլի կիսապաշտպան, Նեշորը կմնակարմիրը, իսկ իրանց գնացինք երկրորդ խաղ։ Խաղում ենք Միլանի դեմ, պետք է հաղթենք, որտեղ մենք իրական Arm Legendary-ն ենք։ Խաղը կկայանա ոնց հասկացա մրցակցի դաշտում։ Գնացինք։ Այստեղ նա խաղում է Մխիթարյանով և կարող է գոլ խփել, բայց գլավայի ուդար ուղղակի ծուր։ Այստեղ սուր փոխանցում դեպի մեջ, բայց ուղղակի Ալվարեզը չի հասնում գնդակին։ Այստեղ Ռադուկային փորձում անել, բայց մեկը տանում է գնդակը։ Այստեղ ոք ես կարող էի ուտել գոլ, բայց Բոնուայի հրաշք ցածկով ես չեմ ուտում գոլ։ Ուզում եմ վերջի խաղն է երևի այսօրվա վիդեոյում, որովհետև վիդեոն շատ երկար կտևի։ Այստեղ նա խաղում է վրատարի հետ և գլխով պաս դեպի Մբապեին, բայց Մբապեն չի կարում խաղալ։ Այստեղ կրկին պաս իրանց վրատարի հետ և ես մի անգամից ուդար եմ անում և գոլ եմ խփում մի անգամից։ Ալվարեզը ուղղակի շատ ճիշտ բան եմ անում, որովհետև ես հաշվարկել էի, որ արդեն վրատարը պենալի կծիցել այն կողմեր և ես ուղղակի մեկ ուդարով կարում եմ գոլ խփեմ իրան, այստեղ մի քիչ առաջ տանք, սա վրատարի սխալ փոխանցումը դեպի ինձ, որից հետո Ալվարեզովս
ուղղակի ես խփում եմ գոլ, հաշիվը դառնում է 1-0 օգուտ ինձ Arm Legendary-ին։ Հաջողորդ, եթե դուք ուզում եք խաղալ ինձ հետ TLS կամ ցանկացած խաղ Roblox, Standoff, Free Fire եւ նաեւ Brawl Stars, ապա գրեք իմ Instagram-ին, Instagram-ն է vag3394 կամ կարող եք գրել իմ TikTok-յան էջին, իմ TikTok-յան էջի անունն էլ Vahag_Armenia 2 edits։ Եվ մենք կխաղանք իրար հետ ֆուտբոլ կամ իրար դեմ, այստեղ սուր պաս դեպի Կամավինգան, պաս դեպի Ալվարեզը, Ալվարեզի պասը չի ասնում, որտև դիմացը կար մարդ։ Այստեղ Կուկուրելիովը սպորտում եմ խաղ ցույց տալ, բայց ոչ, կրկին նրանք գնդակը տշում են Տուգանին հրապարակ, առաջ խաղը կեսը ավարտվում է։ Սկսում է երկրորդ խաղակեսը։ Այստեղ միանգամից նրանք նետվում են հակագրոհի, բայց Բոնը ամբռնում է գնդակը, այստեղ պետք է արագ տամ մեջ, տալիս եմ, որտեղ նրանք ծրված էին ուղղակի եւ իրենց կոմանդի ամեն խաղացող իր դիրքից դուրս էր եկել, բայց իմ մոտ չի հաջողվում, որովհետեւ պաշտպանները տեղում էին։ Այստեղ Ալվարեզով փորձում շարժվել առաջ, բայց բալկատով գնդակը տանում են ինձնից, այստեղ Մբապե, փորձեմ կախեմ, ժողովուրդ կախում եմ, բայց վրատարը հանում է անկյունային ուգլավոյ։ Այստեղ ինձ պետք է ձախլիկ, դրա համար ես բերում եմ Կուկուրելիային, տալիս եմ գնդակը մեջ, եւ այստեղ հեռացնում են նրանց խաղացողները գնդակը, բայց ձևից ուդար եմ անում եւ նրանց վրատարը ուղղակի բռնում է գնդակը։ Կուկուրելիով սուր պաս դեպի Ռոնալդոն, Ռոնալդոյով պաս դեպի Մբապեն, կրկին Մբապեն գնաց, բայց ցանկապես կխփեմ ուգլ ու խփում եմ գոլ։ Հաշիվը 2-0 օգուտ իմ թիմին։ Ազիզ կատարեց գոլային փոխանցում, հայերեն ասեմ, կատարեց Ռոնալդոն, իսկ մինչև Ռոնալդոյին պասը տվել էր Կուկուրելիան։ Այսինքն ամեն ինչ սկսեց Կուկուրելիայից եւ գոլը խփեցի ես։ Հաշիվը 2-0 օգուտ ինձ Arm Legendary թիմին։ Այստեղ Մգուայրին զամենքան է Կալաբայի հետ, սիրուն պաս դեպի մեջ եւ Ռոնալդոյով ուղղակի ցախով ուդար, հաշիվը դառնում է 3-0 օգուտ ինձ։ Այստեղ նրանց սխալ պասի շնորհիվ ես ուղղակի գնդակը բրդում եմ առաջ, չլում եմ եւ այստեղ շտրաֆնոյ ուդար եմ վաստակում, շատ լավ դիրքի գոլ խփելու համար եւ ես կխփեմ գոլ, տեսնենք ինչ կլինի։ Գնդակը կպտում է պատին, ցավոք, ես չկարողացա շտրաֆից խփեմ գոլ, որտեղ պատը շատ ամուր էր, իրենց կայնած։ Այստեղ Կամավինգայով պատկատ եմ ուտում, բայց շարունակում եմ խաղը, էլի պատկատ։ Նրանց խաղացողները ուղղակի շատ ձիգ են խաղում, դրա համար իմ պասը չի անցնում։ Այստեղ ուղղակի Ռոնալդոյով պատահմամբ ծուռ եմ տշում։ Նրանց վրատարը պաս դեպի մեջ, գնդակը գալիս է ինձ, գլխով փոխանցում դեպի վրատարին։ Այստեղ վրատարը խաղում է պաշտպանի հետ։ Ես պաշտպանից ուղղակի տանում եմ գնդակը։ Եվ այստեղ պաշտպանը հանում է out։ Պաս դեպի իմ ընկերոջը Մբապեին եւ Մբապեով պաս դեպի մեջ, բայց կներեք Ռաֆինյայով պաս դեպի մեջ, բայց պասը ցույց գնաց եւ անցավ գոլերից։ Դրա համար Տուկանային հարված։ Այստեղ Մբապեով էլի ուգլ եմ խփում, բայց անկյունային այս խաղի վերջին անկյունայինը, որից հետո խաղը ուղղակի կավարտվի։ Տոնի Քրոսով քաշում եմ անկյունայինը
եւ գոլ։ Այստեղ հիանալի խաղողի Մբապե եւ Տոնի Կրոսի շնորհիվ կողմից ավելի ճիշտ այստեղ կընտրակը կենտրոնացնեմ եւ նայեք ուղղակի Մբապեի գոլը ժողովուրդ։ Սիրուն թռավ, սիրուն խփեց ու այստեղ շվեյցարացի վրատորը ոչ բան ուղղակի չարեց սպաս եւ խաղը ավարտվում է 4-0 օգուտ ինձ։ Ժողովուրդ ջան, այս Eurovision այսքանն էր, 2 գոլ խփեցի Մբապեով, 1 գոլ խփեցի Ռոնալդոյով եւ 1 գոլ խփեցի Ջուլիան Ալվարեզով։ Խաղը ավարտվում է 4-0 օգուտ ինձ, 38 կոպեկ։ Այսօրվա համար այսքանը ժողովուրդ, տեսություն, կհանդիպենք։